2025 թվականը հայաստանյան բիզնեսների համար սկսվեց զգալի օրենսդրական փոփոխությունների շարքով, որոնցից մեկը ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջն էր։ Սակայն նոր կարգավորումների արդյունքում բիզնեսները հաճախ բախվում են կրկնակի հարկման խնդրին, կրելով եկամտային հարկի հաշվարկման պարտավորություն, միևնույն ժամանակ վճարելով փաստաթղթավորման պահանջները չպահպանելու համար սահմանված տուգանք։ Նոր կարգավորումների համաձայն ապրանքի ձեռքբերման համար վճարող տնտեսվարողներն այլևս չեն ազատվում հարկային գործակալի պարտավորությունից, այսինքն եկամտային հարկի հաշվարկման պարտավորություն են կրում։ Սակայն հարկային օրենսգրքի մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ հարկային հսկողության ընթացքում շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու համար սահմանվում է տուգանք, ապրանքի ձեռքբերման գնի 20%-ի չափով։ Այս մոտեցումն էլ բերում է անարդարության բարեխիղճ հարկատուների հանդեպ։ Այս խնդիրը բարձրաձայնվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում։ Արդյունքում ստացվում է, որ այն շրջանառության հարկ վճարողները, որոնք ավելի բարեխիղճ վարքագիծ են դրսևորում եւ ի սկզբանե հաշվարկում են եկամտային հարկի գծով պարտավորությունը, հետո կարող են կանգնել փաստի առաջ հարկային հսկողության ընթացքում ենթարկվելով կրկնակի պատասխանատվության։ Նիստի շրջանակում Գործատուների հանրապետական միությունը հանդես եկավ առաջարկով տուգանքը չկիրառել այն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ, որոնք եկամտային հարկը հաշվարկել եւ վճարել են, այլապես ստացվում է, որ նույն արարքի համար շրջանառության հարկ վճարողը կրում է կրկնակի պատասխանատվություն։ Սակայն այստեղ առաջանում է մի անարդար մոտեցում, երբ ըստ էության արդեն իսկ հարկը վճարած, նախապես հարկը վճարած տնտեսվարողը փաստաթուղթ չունենալու համար եւս մեկ անգամ կարող է տուգանվել 20%։ Առաջարկել ենք, որպեսզի այդ մոտեցումը չկիրառվի, այսինքն խրախուսվի բարեխիղճ տնտեսվարողների վարքագիծը։ Այս մոտեցումը ընկալելի է եղել եւ էկոնոմիկայի նախարարի կողմից եւ ՊԵԿ-ի մեր գործընկերների եւ կրկին մանրամասները քննարկելու համար լրացուցիչ հանդիպում ենք ունենալու վերջնականացնելու դիրքորոշումը։